Բարի երեկո տիկնակ եւ պարոնայք։ Հայաստանի շախմատային ցնծության ամենաանսպասելի արտահայտումը։ Պատգամավորը նիստի ժամանակ շախմատ է խաղում, գնդիկներ գլորելու փոխարեն։ Իտալական պարզան ու թագու գամբիթը։ Ինչպես այս հրաշալի վեցնյակը մի ամբողջ ազգին նորից ստիպեց ավելի լավ ճանաչել ինքն իրեն։ Մենք ողմակային ձևով չենք գնա երբեք։ Ազգային հոգեբանության նրբությունները սև ու սպիտակ խաղաքարերի արանքում։ Երեկարոտ կային միջնոր պատեր են դնում, հին պատերն են քանդում, մեջ ինչ ասես կառուցում են։ Մանվել Գրիգորյանի խորհրդարանական աշխատասենյակում սև օբսիդիանե սառնարան չկա, բայց կա 2000 տարվա կճուճ եւ չարենց Շուշան Պետրոսյանի աշխատասենյակում։ Փոքրիկ իշխանն է Պիկասոյի աղավին է։ Պրոֆի գրքերից ունեմ։ Օրենքի տան կահ կարասին հին ու նոր բնակիչների ճաշակը, միֆ եւ իրականություն։ Կաթիմ ուզում առնիմ, բայց գինի եմ առել ու շոկոլադ։ Մարքեթինգային ճակատամարտեր, որտեղ միակ պարտվողը դյուրահավաց սպառողն է։ Շռայլ զեղչերի մասին հայտարարություններով ինչպես են դատարկում մեր գրպանները։ Մարքեթինգի օրենքներին անտեղյակ ընթացագործները, այսինքն խադավիկները, պոտենցիալ մարքեթոլոգներ են։ Գնորդներին խաբելու արվեստը, բացահայտումներ, որ կօգնեն ձեզ գնումների ժամանակ։ Ալո։ Բախի։ Ալո, օքեյ, խի, բա։ Փոքրիկ բառերի հարուստ, բայց անծանոթ կենսագրությունը։ Ասում են բո, նաև ասում են պու։ Ինչպես բալից ծլեց բան, հունական օլակալան դարձավ օքեյ։ Իսկ ահա բան ու խին մաքուր հայերեն են։ Զարմանալի պատմություններ մեր բառապաշարի պստլիկ ու աշխուժ բառերի շուրջ։ Մի անգամ կտրել եմ, այստեղ։ Մարիամ Հովանիսյանի մատների տակ դդումները փոխակերպվում են ինչպես հեքիաթում։ Դիմապատկերներ ու եդեմական ծաղիկներ ամենամեծ հատապտուղների վրա։ 16-ամյա հայուհին եզակի պտղաքանդակների համար 2 ոսկե մեդալ է ստացել Դնեպրոպետրովսկում։ Անցնող շաբաթ Հայաստանը նորից ապրեց իր ամենամեծ հպարտություններից մեկը։ Մեծարեցինք 3-րդ անգամ օլիմպիական չեմպիոն դարձած մեր շախմատիստներին։ Ստամբուլում կայացած համաշխարհային օլիմպիադայում հունգարացիներին պարտության մատնելուց հետո մերոնց չեմպիոն հռչակվելը իրեն հարգող յուրաքանչյուր հայրենասեր տեղավորեց աշխարհաքաղաքական պատմական համատեքստում ու արտահայտվեց այն մասին, թե ինչպես այդ հաղթանակով շախ եւ մատ արեցինք մեր լավը չուզողներին։ Կիրակնորյա մեր անդրադարձի թեման դա չէ։ Շախմատային հերթական փառահեղ հաղթանակը ցույց է տալիս մեր ազգային հոգեբանության սևն ու սպիտակը եւ հատկապես սպիտակը, որը մենք ինքներս ենք հաճախ սևացնում։ Եվ այսպես հաղթանակ, որ նորից ստիպում է ճանաչել մեզ, տեսնել թիմով բարձունքներ նվաճելու թաքնված ուժերը։ Պատմում է Արկադի Գրիգորյանը։ 1963 թվականն է։ Սովորական հայկական դիմագծերով համեստ հագնված այս մարդն օրեր անց շախմատն ազգային սպորտաձև է դարձնելու։ Տիգրան Պետրոսյանը Մոսկվայում անում է անհավանականը, հաղթում է անպարտելի Բոտվիննիկին։ Պետրոսյանը կարծրատիպ է կոտրում, փոքր ազգը կարող է աշխարհին խաղի կանոններ թելադրել։ Հենց 63-ից է Հայաստանում սկսվում այն, ինչը մասնագետները հետո շախմատային բում պիտի անվանեն։ Շախմատի դպրոցներում ընդունելության հսկայական հերթեր են գոյանում։ Շախմատային երկրորդ բումին Հայաստանը սպասեց 43 տարի։ 2006-ին Թուրինում Հայաստանի հավաքականը առաջին անգամ դարձավ օլիմպիական չեմպիոն, ինչին հաջորդեց Դրեզդենը 2008-ին։ Եվ ահա, 4 տարի անց մեր տղաները հաղթողի պատվանդանին են Ստամբուլում։ Արմենիա! Ստամբուլը տրիումֆ էր բառի բոլոր իմաստներով։ Հայաստանի հավաքականը օլիմպիական եռակի չեմպիոն, եռակի մատ խաղատախտակին ու խաղատախտակից դուրս։ Եռագույնը Ստամբուլում ամենաբարձրն էր։ Վերջին խաղում հաղթեցինք Հունգարիային։ Նավթադոլարներով ամեն ինչ գնող մեր հարևանն այս դեպքում ձեռնունայն մնաց։ Ստամբուլյան հաղթանակը կոտրեց երկրորդ կարծրատիպը։ Հայերը թիմով էլ կարող են հաղթել, ավելին, հաղթեց ուժեղ անհատներից կազմված թիմը։ Ինչքան անհատապես պետք է պատրաստ լինեն այն աստիճանի, որ կարողանան եւս մեկ աստիճանով մտնեն թիմայինի մեջ։ Անհատականից ենք մենք ստեղծում թիմայինը։ Հենց այս հատկությունը որոշիչ դարձավ Արցախյան ազատամարտում։ Ուժեղ անհատներն էին, որ կռվի ընթացքում թիմ, բանակ ստեղծեցին։ Սա ըստ մասնագետի ազգային հոգեբանության որակական ավելի բարձր աստիճան է, քան զուտ թիմային պայքարը։ Ոչ որ չենք եղել երևի թե դրանից։ Մենք ողմակային ձևով չենք գնա երբեք։ Հենրիկ Գասպարյանի անվան շախմատի մանկապատանեկան դպրոցն է։
Այս սենյակներում են տարիներ առաջ շախմատային առաջին քայլերն արել այսօրվա օլիմպիական չեմպիոնները։ Այսօր այստեղ շախմատային այբուբենը յուրացնում է Թուրինում նրանց առաջին հաղթանակից հետո առաջացած շախմատային երկրորդ բումի սերունդը։ Դե 4։ Շախմատային անունով 8-ամյա Տիգրանը շատ է սիրում շախմատը։ Հավանում է Արոնյանի ու տալի խաղաոճը։ Արդեն գիտի ինչի է ձգտում ու ինչպես է դրան հասնելու։ Աշխարհի չեմպիոն։ Իտալական պարտիզան ու Թագո Գամբիթը։ Աշխարհի չեմպիոնի տիտղոսը նաև Արամի նշանակետն է։ Առայժմ նա առաջատար է իր հասակակիցների մեջ։ Խաղատախտակների մոտ պոտենցիալ չեմպիոններ են, վստահ ասում է մարզիչը։ Բավականին խոստումնալի ծերունդ ունենք, բավականին մեծ ապագայով երեխաներ ունենք ու ես վստահ եմ, համոզված եմ, որ մենք մեր հավաքականին արժանի փոխարինողներ ունենք։ Դասարանի պատին աշխարհի բոլոր չեմպիոնների լուսանկարներն են։ Պետրոսյանն առայժմ միակ հայկական ազգանունն է։ Երբ Պետրոսյանը չեմպիոն դարձավ, շախմատի դպրոցները Հայաստանում մատների վրա կարելի էր հաշվել։ Այսօր շախմատի դպրոց են դարձել բոլոր հանրակրթականները։ Շանսերն անհամեմատ մեծ են։ Առաջինը կապված է անդամպետությունների հետ, որոնք միացել են։ Շաբաթն այնքան շախմատային էր, որ նույնիսկ Ռուբեն Հակոբյանի փոքրիկ շախմատային զեղումը ազգային ժողովում մամուլը ըմբռնումով ընդունեց։ Արկադի Գրիգորյան, Հայարփի Միքայելյան, Նորայր Շարբաթյան, ժամը լրատվական։ Այո, մեր խորհրդարանը իմաստուն է դառնում, թե չէ մինչև հիմա ազգային ժողովի դահլիճում պոպուլյար էր շարիկ գլորելը, որն ասում են բթացնում է միտքը։ Իմաստնացած խորհրդարանը 5-րդ գումարմանը այս շաբաթ հրավիրեց իր առաջին հերթական նստաշրջանը։ Քարորիայի ամենահետաքրքիր տեսարանները եւ անշուշտ փայլուն մտքերը առանց մեկնաբանության։ Հարգելի պատգամավորներ, խնդրում ենք զբաղեցնել տեղերը։ Նիստը սկսվում է։ Խնդրում եմ տեղադրել քարտերը եւ նախապատրաստվել գրանցման։ Պարոն Բաբուխյան, չի կարող մեկ աշխատել, մեկ չաշխատել։ Ուղղակի պետք է ճիշտ քվեարկեք։ Ամեն օր նույն թեման քննարկում ենք։ Ես չգիտեմ այս կոճակները ինչպես են աշխատում, արդեն որի-որ անգամն է իմ կոճակները ես սեղմում եմ կամ դեմը չի արձանագրվում կամ ուրիշ բան է արձանագրվում։ Մենք հիմա կխնդրենք աշխատակազմին, որ ստուգվեն ձեր կոճակների աշխատանքը։ Առողջի բաժինը 74 միլիարդ դրամ գումարով ֆինանսավորվել է ֆինանսաբանկային համակարգը։ Բանկերն են տնտեսության համար, թե տնտեսությունն է բանկերի համար։ Միանշանակ դուք ճիշտ եք, տնտեսությունը բանկերի համար չէ, այլ բանկերն են տնտեսության համար։ Յուրաքանչյուր առաջին դասարանի աշակերտին անվճար տրամադրվելու է համակարգիչ։ Կոնկրետ երբ են առաջին դասարանցիները ստանալու խոստացված համակարգիչների։ Մեր քաղաքական թիմը այդ ծրագիրը 5 տարվա ընթացքում հաջողությամբ կիրականացնի։ Իսկ առաջին դասարանցիներին բարի գիշեր մաղթենք։ Պետական գույքը վարձակալության է տրվում շուկայական գներից զգալիորեն ցածր։ Չէին ճշտվել կամ թերի էին ճշտվել կենսաթոշակառուների վերաբերյալ իրական տվյալները։ Ամենացնցող նորությունը, որ իմացանք, այն էր, որ Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատը ինտերնետային կայք ունի։ Ինչ եղավ այդ կենսաթոշակների հարցը։ Ես կոռուպցիա բառը չլսեցի։ Ինչու Զաքարյանի հաշվետվության մեջ չկան կոնկրետ հարցեր եւ անուններ։ Իսկ բարձրաստիճան մեղավորներ այդպես էլ չկան։ Պալատի պրոֆեսիոնալ հաշվետվությունները ապացուցում են, որ երկրում տիրում է թալան։ Նման հաշվետվություն կարող է կազմել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մոտավորապես 70%։ Պետականորեն հայտարարված անձնագործության մասին պետական անպատասխան կառույցները ոչ մի քայլ չեն ձեռնարկում։ Ես նախ ուզում եմ հասկանալ, սա ինչքան պիտի շարունակվի, որ դու ամեն տարի դու ներկայացնում ես այդ թերությունները։ Եթե մարդը չի աշխատում, մարդը զբաղվում է չգիտեմ, խախտումներով, յուրացումներով դե մարդկանց պատժել, ոչ թե գնալ։ Դա ուրեմն ամեն դեպքում մենք պետք է դες տանք 2-3 հազար աշխատող, որ բոլոր գերատեսչությունները գնանք նստեք եւ օպերատիվ վերահսկողություն սահմանեք։ Ընդհանրապես ինչ է ուզում կառավարությունը, ինչ է ուզում։ Մեզ պետք է շատ փող եւ միանգամից եւ այդ փողերը օգտագործելու հնարավորություն։ Լավ, ես ուզում եմ սկսել խնայել։ Ինչպես խնայել։ Ես հստակ ասեք, այդ փողերը որտեղ են ներդրվելու։ Երբ հարցնում ենք ֆինանսների նախարարի տեղակալին, փողն ուր է դնում, ասում է հետո կորոշենք։ Ակտիվների կառավարիչները կորոշեն, գալատ կանեն։ Հայաստանի կենսաթոշակային համակարգը ունի լուրջ խնդիր։ Հո փոխհատուցել չի նշանակում ես բաժակը ստեղը դրել եմ ստեղ։ Մի ժամ հետո։ Բայց ես մի ժամում ես բաժակից ես օգուտ կարող էի ստանալ։ Գելի գլխի նավետարան կարդացի սևին սապոնն ինչքանի եւ այլ եւ այլ։
Ժողովրդի հոգսերով տառապելուց ազատ ժամերին միայն մեր ընտրյալները զբաղվում են ազգային ժողովի իրենց նոր աշխատասենյակները կահավորելով։ Պատգամավորական համեստ նորամուտը այդպես էլ աննկատ կանցներ, եթե չլինեին սենսացիոն լուրերը, թե պատգամավոր Մանվել Գրիգորյանի աշխատասենյակում սառնարանը սև օբսիդիանից է, սուրճի բաժակները Վերսաչի։ Մեր թղթակից Ազնիվ Կարապետյանն է շրջել օրենքի տանը եւ հետաքրքրասեր հարևանի բծախնդրությամբ ուսումնասիրել բոլոր սենյակները։ Տանկի մարտկոտ, սև օբսիդիանից սառնարան, անկողին, Վերսաչի ֆիրմայի սպասք, դուռ, որ տանում է գաղտնի սենյակ։ Մանվել Գրիգորյանի սենյակի մասին լեգենդները խորհրդարանական աշխատանքները սկսելուն պես նորությունների թոփ տասնյակում էին։ Աղմուկ հանած իրերը տեսնելու համար մտանք սենյակ, տանկի մարտկոց ու անկողին չկար, դրանք թաքցնելու տեղ նույնպես։ Սպասքը Վերսաչի չէ եւ գաղտնի դռան ոչ մի նշան։ Միայն սառնարանի գույնը չափազանցված չէր։ Սև է, բայց ոչ օբսիդիանից։ Սենյակը օգնականն է կահավորել։ Գեներալ պատգամավորն իր իրերի մասին մամուլից է իմացել։ Առավոտյան սենյակ է մտել, օբսիդիանից սառնարանը փնտրել ու չի գտել։ Այս նկարագրությունում եմ Հանրի Մորի հիշատակի նկարագրություն է։ Մյուսը Պիկասոյի աղավլին է, հիմքում սեր եւ խաղաղությունն է։ Գրասենյակային չոր կահույքն ու մռայլ գույները Շուշան Պետրոսյանի խորթ էին։ Արվեստագետ պատգամավորը սեփական ճաշակով ու միջոցներով է խորհրդարանի իր աշխատասենյակին փորձել արվեստի շունչ տալ։ Կահավորել է, ընտրելով ամեն դետալի գույնն ու ձևը։ Իմ սիրելի գրքերը, իմ հեղինակները սիրած, իհարկե ոչ բոլորը եթե վերեի գրադարան կդառնար, այլ միջնադարյան քննարկություն Համոսահյան, Չարենց, Հենրիկ Մալանի երկխոսություն երրորդի համար, ըստ փայլուն գիրք, որ հրատարակվել է, Կոմիտաս, Հրանտ Մաթևոսյան, նաև կճուճ, որը 2000 տարեկան է, հայրիկս է նվիրել։ Ամենաերիտասարդ պատգամավորի սենյակամուտը եւս առանց փոփոխությունների չի եղել։ Բազմոցը, սեղանն ու աթոռները, գորգը, փոքրիկ պահարանը եւ վարագույրն ինքն է ընտրել։ Աշխատասենյակը դեռ վերջնական տեսքի չէ, բայց աշխատանքային պայմանները բավարար են։ Շքեղությունը չի, որ աշխատանքի համար հարմար պայմաններ ասել, բայց երբ որ աչքի համար հաճելի է միջավայրը, երբ որ դու քեզ լավ ես զգում, երբ որ ճաշակով ամեն ինչ արված, կարողանաս բավականին տրամադրող է։ Իրավաբան պատգամավորի պահարանում օրենսգրքեր ու նախագծեր են, ասում է, նաև գեղարվեստական գրականության ընթերցող է, բայց միայն տանը։ Քնելուց առաջ տանը։ Ընդհանրապես չի, կարող ՕԵԿ խմբակցության ղեկավարի հուշանվերներն ու անձնական իրերը կուսակցության սենյակում են։ Տիկին Բիշարյանի աշխատասենյակում եւս հիմնականում օրենսգրքեր են, նախագծեր եւ մի գիրք, որ ամեն տեղ ունի, Աստվածաշունչը։ Ես համարում եմ, որ պետք է առաջնորդվենք մեր խղճով, իսկ սա մեր խղճի գիրքն է։ Տանը, խորհրդարանում ու կուսակցությունում Բիշարյանի սեղանին միշտ թարմ միրգ ու քաղցրավենիք է լինում։ Աշնանը դրանց նաև չիրն է ավելանում։ Այդ չրերը ես եմ պատրաստում եւ գտնում եմ, որ ամենաառողջարար ուտելիքն է։ Տիկին Բիշարյանի խորհրդարանական սենյակի կահավորանքն այլևս դուր չի գալիս։ Ասում է, դարն ապրել է, հնացել։ Սենյակները պետք է վերանայել, բավականին հնաոճ է եւ ինքը մի քիչ արդեն հարմար չէ։ Նորավոճ կահույքի Մարգարիտ Եսայանը չի էլ ձգտում, ասում է, նոր մասնաշենքում հարմարավետ սենյակ էին առաջարկել, հրաժարվել է։ Այս սենյակը եւ այս շենքը ինձ շատ ավելի հոգեհարազատ էր եւ խնդրեցի ազգային ժողովի նախագահին, ինքը ընդհանրացրեց, որ ես այստեղ նստեմ։ Տիկին Եսայանի նախկին մասնագիտության մասին հիշեցնում են պատին փակցված պատվոգրերն ու մրցանակները։ Հին աշխատասենյակից խորհրդարան է բերել տղայի նկարը, գրքեր ու փոքրիկ սրբապատկեր։ Օրինակ սա, որը ինձ համար թալիսման է եւ միշտ ինձ հետ է ուր գնում եմ։ Փոքրիկ իշխանն է, որը համարում եմ իմ Աստվածաշնչից հետո իմ երկրորդ գիրքը։ Այս իմ վանքն է։ Բանտարկյալները Տիկին Փոստանջյանին նաև զարդատուփ են նվիրել։ Նրա սենյակում մասնագիտական գրքեր է, բացառությամբ մեկ հեղինակի՝ Ռաֆի։ Գրողի կայծերը պատգամավորին ուժ են տալիս։ Ռաֆի գրքերից ունեմ, մեկ-մեկ նայում եմ, որ շատ եմ նեղվում, դիմում եմ, որպեսզի ոգևորվեմ, ուժ ստանամ։ Փաստաբան պատգամավորը ազատ ոճն է նախընտրում։ Տաբատ, ջինս, ամենանախընտրելի հագուստն է ինձ համար։ Աշխատանքը սակայն պահանջում է լինել նաև դասական, դրա համար էլ խորհրդարանական աշխատասենյակում պարտադիր կոստյում է պահում։ Տիկին Փոստանջյանի սենյակում ծխելն արգելվում է, բայց մեկ-մեկ զիջում է։ Ինչ է թույլ տրվում, խոսել ազատ, անկաշկանդ։ Անկաշկանդ խոսում են նաև ՀԱԿ խմբակցության սենյակում, թեպետ պարոն Մանուկյանն այլևս չի ծխում, բայց մյուսներին չի արգելում։ Ազատ է,
Ես լիբերալ կուսակցություն եմ ներկայացնում եւ լիբերալ եմ։ Հուշանվերներ, գրքեր ու այլ իրեր խորհրդարան չի բերել։ Պահարանը դատարկ է, իսկ սենյակի դուռը միշտ բաց։ Երբեք չի փակվում, երբեք գիշերն էլ չեն փակում։ Արամ Մանուկյանին զայրացնում է պատգամավորների նախաձեռնությամբ կատարվող վերանորոգումները։ Փոխում են փայտյա միանման դուռն ու պատուհանը, աղավաղում 65 տարվա պատմություն ունեցող շենքի տեսքը։ Պերեկարոտ կային, միջնոր պատեր են դնում, հին պատերն են քանդում, մեջ ինչ ասես կառուցում են, ինչ ասես անում են, դուռն ու սամուտ են փոխում։ Այս շենքը մշակութային պատմական արժեք է։ Եվ նրա անգամ մի մեխը խփելու համար բազմաթիվ դժվարություններ պետք է հաղթարես։ 5-րդ գումարման խորհրդարանում սենյակամուտն ավարտվել է, կահույքը փոխված է, բազմոցի գույնը ընտրված, աստվածաշունչն ու թալիսմանները տեղում։ Պատգամավորները սենյակում արդեն կարգ ու կանոն են հաստատել։ Մնում է նույն ոգով նաև օրենքներ մշակեն։ Ազնիվ Կարապետյան, Հայարփի Միքայելյան, ժամը լրատվական։ Քիչ հետո մենք բացահայտելու ենք մարկետոլոգների և սպառողների լուրջ ճակատամարտի գաղտնիքները, խորհուրդներ, որ մեզ կօգնեն չխաբվել հրապուրիչ զեղչերին։ Իսկ նախքան այդ մեր ազգային դպրոցի մասին, որն արդեն 2 տասնամյակ պահպանողականության ու լիբերալիզմի խաչմերուկում փորձում է գտնել իրեն, ավանդական թե այլընտրանքային ուսուցում։ Հայաստանում դեռևս իշխող է խորհրդային ծագումով դասականը և նորաձև է այլընտրանքայինը։ Ու մինչ մենք փորձում ենք ազատականացնել ազգային դպրոցը, պարզվում է ամերիկացիները վերադառնում են գրեթե մոռացված հնին։ Ըստ New York Times-ի այսօր Միացյալ Նահանգներում 500-ից ավելի դպրոց կա, որտեղ չզարմանաք աղջիկներն ու տղաները սովորում են առանձին դասարաններում։ Գիտական լուրջ հետազոտություններն են պարզել, որ խառը դասարաններում սովորելը ամենևին չի նպաստում աշակերտների առաջադիմությանը։ Տղաները ուժեղ են մաթեմատիկայից, պակաս զգայուն են աղմուկի հանդեպ, իսկ աղջիկները հակառակը սիրում են մեղմություն և ընթերցանություն։ Հայաստանում աղջիկ և տղա աշակերտներին իրարից բաժանելու այլընտրանք դեռևս ոչ մի դպրոց չի առաջարկում։ Մենք կրթական այլ էքսպերիմենտներ ենք անում։ Աննա Բալյանն է փորձել համեմատել ավանդական և ոչ ավանդական ուսուցման հայաստանյան ծրագրերը։ Այստեղ այլընտրանքային է նույնիսկ սեպտեմբերի 1-ը։ Գիտելիքի օրը Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի սաներն արշավել են Թեղենից։ Դասարան անիվների վրա ծրագիրն է։ Մեր հայրենիքն ենք ճանաչում, ինչպեսի գեղատեսիլ վայրեր ունի։ Գյուղի երեխաները նրանց այցը կհիշեն բաժանված գրքերով։ Եկեղեցում կերկենք, մեր տերունական աղոթքը կանենք։ Երեխաները պատմում են իրենց տեսածի, զգացածի, այսինքն ինքնանպատակ չի դառնում մայրենին, արդեն դառնում է գործունեության տեսակ։ Այսպես սկսվում են բոլոր առավոտները, ում երեխան այս դպրոցում է ուզի պարել է սովորում։ Առավոտյան պարապմունքի սցենարը կազմում են հենց աշակերտները։ Այսպես քայլել սովորել են զինվորներից։ Ամեն տարի 10 նոր զինվորի կյանքով են ապրում Արցախի սահմանային զորամասում, ասպետ ռազմամարզական ճամբարն է։ Սովորողները պատրաստվում են կոնկրետ բուն ռազմական գործին։ Կրթահամալիրի սաների պայուսակներում դասագրքերի փոխարեն նոթբուքեր են։ Գրքերը նոթբուքի մեջ են էլեկտրոնային տարբերակով։ Անլար ինտերնետ կա բոլոր 7 մասնաշենքերում։ Դպրոցի հոմանիշը գրադարանն է, ասում է տնօրենը։ Հանրակրթական մեդիա գրադարանը ուսումը դարձնում է անընդհատ առանց շաբաթ-կիրակիի։ Դուք կտեսնեք ստեղծող անհատներ, դուք կտեսնեք մարդիկ, որոնք ուսումնատեն չեն 24 ժամ անընդհատ, դուք կտեսնեք մարդիկ, որոնք գալիս են դպրոց, ոչ թե իրենց քշում են դպրոց։ Նախակրթարանում 2-ից 5 տարեկանները պետք է ինքնուրույն քայլեն, խաղան, խոսեն։ Կրտսեր դպրոցում զարգացնում են ստեղծագործելու հմտությունը։ Միջին դպրոցում փոխանցում են տեխնոլոգիական ունակությունները։ Ավագ դպրոցում արդեն աշակերտը պետք է անհատական ծրագիր ունենա ու փորձի իրագործել։ Այստեղ աշակերտների մեջքը ուղիղ է, արմունկները սեղանին ծալած։ Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում ավանդական զանգը հնչում է ու սկսվում 45 րոպեանոց դասը։ Սև ու սպիտակը պարտադիր դրես կոդ է։ Համակարգիչն ու պրոյեկտորն այստեղ եւս դասընթացի բաղկացուցիչ են, բայց գրատախտակն ու կավիճը, գրիչն ու տետրը արխիվ չեն ուղարկում։ Դա պետք է իրեն տեղ ունենա։ Այսօր մենք անցնում ենք նյարդային համակարգ եւ երեխաները ինձ թվում է լավ հասկացան, որ գրելու
կարդալու կենտրոնները չպետք է բթացնել։ Ավելի քան 20 տարի սերունդներ կրթած ուսուցիչները համոզվել են, նոր բան հորինել պետք չէ, պարզապես պետք է նոր տեխնոլոգիաները կիրառել հաստատված ծրագիրը մատչելի մատուցելու համար։ Աշակերտները յուրացնում են անգամ ուսումնական ամենաբարդ նյութը։ Երեխաների ունակությունները այնքանով են բավարարում, ինչքանով դու իրենցից պահանջում ես։ Եթե դու շատ բան ես պահանջում, բնականորեն իրանք աճում են։ Եթե մենք արհեստականորեն մեր պլանկան իջացնում ենք, երեխաները ավելի ծուլանում են։ Շախմատային դասարանում երեխաները մարզում են միտքը, սպորտ դահլիճում մարմինը։ Կարգապահությունը տրամադրում է երեխային սովորելուն, ազատ ոճը մի փոքր ուրիշ է։ Այստեղ երեխաները հետազոտում են առավոտյան 8:30-ից մինչև 16-ը։ Շիրակացու անվան կրթահամալիրում օրը 2 անգամ ճեմում են ուսումնական ծրագրով։ Իրենց նկատառումները, ստեղծած նյութերը անպայման պետք է լինեն հենց իրենց հետաքրքրությունների շրջանակից, իրենց ապրած կյանքից։ Ինֆորմացիայի մեկ աղբյուրից օգտվելն այստեղ հարգի չէ։ Երեխան ինքն է որոշում, որ աղբյուրի վրա հենվել։ Այստեղ պատկերված են այն 10 անձնային որակները, որոնց շուրջը պտտվում է մեր ողջ ուսումնական ծրագիրը, վերլուծող, հետազոտող, հաղորդակցվող, մտածող, լայնախոհ։ Այստեղ զանգ չկա, բայց կա կավիճ ու գրատախտակ։ Դասաժամին երեխաները հյութ են խմում, բայց նաև լսում ու կրկնում ուսուցչի ասածը։ Փորձը, որը մենք ստացել ենք ժառանգություն սովետական միության հզոր կրթական համակարգից, դա երբեք չի կարելի մոռանալ եւ երբեք դա չի կարելի չկիրառել։ Նա ընդհանրապես պետք է կատարելագործել եւ հասնել կատարելության։ Կարևոր չէ կատուն սպիտակ է, թե սև, կարևորը որ մուգ բռնի, կրթության նախարարության մոտեցումն է։ Ինչ ձևով ուզում են աշխատեն, ուզում են խմբակային աշխատանք կազմակերպեն, ուզում են նստած, ուզում են կանգնած, ստեղծագործական մոտեցում ցույց տալով, երեխաների համար դասը ավելի հետաքրքիր դարձնելու մեթոդներով նրանք կարող են աշխատել իրականացնելով մեր առարկայական չափորոշիչն ու ծրագիրը։ Գիտելիքը ոչ թե գեղեցիկ դիպլոմների, այլ գեղեցիկ ապրելու համար է։ Եթե դպրոցը սա սովորեցնում է, ուրեմն ճիշտ է ցանկացած մեթոդ։ Աննա Բալյան, Նորայր Շարբաթյան, ժամը լրատվական։ Ինչ հնարքներով են խանութներում մարդկանց ստիպում մինչև վերջին լուման դատարկել գրպանը։ Մարքեթինգային կախարդանքների մասին վաղուց մեզ տանջող հարցը այս շաբաթ արդիական դարձրեց տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, հրապարակելով իր ուսումնասիրության արդյունքները։ Մի երկու ընկերություն պատժվեցին անիրական զեղչեր գովազդելու և գնորդներին մոլորեցնելու համար։ Առաջին տուժողն էլ եղավ մանգո խանութների ցանցը։ Խորամանկ մարքետոլոգների փոքրիկ գաղտնիքները բացահայտելուց հետո սկսում ես մտածել, որ նրանք առայժմ միայն թուղթ ու գիր չեն անում գնորդներին, որպեսզի սաղացնեն իրենց ուզած ապրանքները։ Սպարտակ Գրիշյանի խորհուրդները կօգնեն ձեզ այսուհետև գնել այն, ինչ իրոք դուք եք ցանկանում։ Մուտքի մոտ բանջարեղեն, հացը վերջում, իսկ ծխախոտն ու մաստակը դրամարկղի մոտ։ Սուպերմարկետի դասական մոդել է, ոչինչ պատահական չէ։ Հաճախորդին պետք է դիմավորել թարմությամբ, մրգերով։ Ամենաշատ սպառվող ապրանքը հացը պիտի լինի վերջին բաժնում, որ հաճախորդն անցնի նաև մյուս ապրանքների կողքով։ Ամեն րոպեն թանկ է, ամեն քայլը կարող է փող բերել։ Երբ ամեն ինչ արդեն զամբյուղում է, հաճախորդը կանգնում է դրամարկղի մոտ։ Ծխողը կհիշի, որ տուփը դատարկ է, քաղցրակերն էլ գայթակղությանը չի դիմանա։ Ինչ արգելված չէ, թույլատրելի է, առևտրի չգրված կանոնն է, հնարքների միջոցով ազդել մարդու ենթագիտակցության վրա եւ առանց բառերի համոզել, որ ձեռքը գրպանը տանի։ Մարքեթոլոգները հրաժարվում են բացահայտել հմայության գաղտնիքները, դրանք փող են բերում, շատ փող, պատմում են համարձակները։ Դաժե կան կեղծ հոտեր, որոնք ուրեմն սուպերմարկետից դուրս նրանք այդ հոտերը ուրեմն գալիս է, որ մարդը ուղղակի պետք է անցներ եւ կան մի հատ ինչ որ sense գալիս է ինչ որ ուտելիքի հոտ կամ հացի հոտ, հիմնականում հացի հոտը մարդը մտնում է սուպերմարկետ։ Այն, որ խանութում հաց են թխում, նույնպես պատահական չէ։ Հացի հոտը հիշեցնում է քաղցը եւ դրդում գնել ավելին, քան կարելի է ուտել։ Դանդաղ երաժշտությունը մոռացնում է փողը խնայելու զգուշությունը, իսկ զեղչերն ու ակցիաները համոզում են գնել այն, ինչ գնորդը չէր նախատեսել։ Հաճախորդը մտնում է սուպերմարկետ եւ նրան թվում է, թե ինքը որոշեց ինչ գնի կամ ինքը որոշեց թե ուր գնա։ Սակայն իրականում այդ ամբողջ ճանապարհը, որով նա անցնում է սուպերմարկետը,
մանրամասնորեն հաշվարկված է եւ ուղղորդված։ Մեծ սալյակները իհարկե ստիպում են ավելի շատ առևտուր անելու։ Այսինքն ասենց նայում ես, տեսնում ես, վայ մի բան է մեջը դրած, հետո ավելացնում ես ուրիշը, Ակցիաներն ու զեղչերը իրենց գինն ունեն, հրապուրիչ են ու թվում են ձեռնտու, բայց գնորդը տնտեսելով կարող է տուժել։ Ակցիայի տակ կարող ես դնես այն ապրանքը, որը ինչ-որ խնդիր ունի։ Մարդու միջին հասակի բարձրության դարակներում հենց այնպես ապրանքներ չեն հայտնվում, դա սպառման առաջին գիծն է։ Շատ երկրներում այդ տեղերը վճարովի են, արտադրողը պետք է վճարի, որ իր ապրանքը գնորդի աչքի առաջ լինի։ Թարմ կատնամթերքը հայտնվում է դարակների հետևում, ավելի հինը առջևում, ձեռքի տակ։ Անուշադիր գնորդն առաջին օրվա ապրանքը տուն չի տանի։ Մարքեթինգի օրենքներին անտեղյակ ընթացագործները, այսինքն խադավիկները, պոտենցիալ մարքեթոլոգներ են։ Ու եթե անհրաժեշտ է փոխել ինչ-որ 1000 դրամանոց պահեստամաս, նրանք կարող են համոզել, որ անհրաժեշտ է փոխել արգելակները, լուսարձակները, անգամ շարժիչը։ Շատ լավ հիշում եմ մի հաճախորդի խոսքերը, երբ նա ասեց ինձ հետաքրքիր չի ես ինչքան եմ վճարում, ինձ հետաքրքիր է թե ինչքան ես չեմ վճարում։ Այսինքն տվյալ անձնավորության համար շատ ավելի կարևոր էր այն զեղչը, որ նա կստանա, այսինքն այն օգուտը, որ նա կստանա տվյալ ապրանքը ձեռք բերելիս։ Երբեմն տուն են գնում ինչ-որ անիմաստ տուփ, չգիտես ինչ, բան կա, որ չգիտեմ մեջը ինչ է։ Կաթի ուզում առնեմ, բայց գինի եմ առել ու շոկոլադ։ Մի քանի խորհուրդ մասնագետներից աշխատեք չօգտվել մեծ սայլակներից, ավելորդ ապրանք չեք գնի, սթափ եղեք ու մի հրապուրվեք աչքի տեսածով, գնեք այն, ինչ իսկապես անհրաժեշտ է, ոչ թե այն, ինչ ուզում են ձեզ վաճառել։ Սպարտակ Գրիշյան, Վահե Եղիազարյան, ժամը լրատվական։ Օրվա ընթացքում մեր շուրթերից հնչող տասնյակ հազարավոր բառերի մեջ պստլիկ ու հարազատ բառերի մի մեծ խումբ կա, որոնց ծագումնաբանությունն իմանալը նույնքան հետաքրքիր է, որքան ասենք հարազատ ընկերոջ ընտանիքի տոհմածառը ուսումնասիրելը։ Որտեղից են ծագել մեր բառապաշարի հնաբնակներ խին ու բան եւ անկոչ հյուրեր օքեյն ու ալոն։ Գիտական համոզիչ բացատրություններ ու զվարճալի պատմություններ Սոլինե Միքայելյանի ռեպորտաժում։ Ալո Բախի, օքեյ, իմ կենացն եք խմեք։ Հենց նոր ձեր լսած բառերն ամեն րոպե կարելի է լսել առօրյայում, բայց քանիսը գիտեն դրանց իսկական ծագումն ու նշանակությունը։ Գուցե միայն նեղ մասնագետներն ու շատ հետաքրքրասերները։ Ալոն ու օքեյն անշուշտ հայերեն չեն, բայց ծագման հետաքրքիր պատմություն ունեն։ Իսկ ահա բան ու խին մաքուր հայերեն են, նույնիսկ ժարգոնային չեն։ Բանասիրական գիտությունների դոկտոր Վազգեն Համբարձումյանը փաստում է, խին, որը շատ հաճախ փոխարինում է ինչու բառին, բնիկ հայերեն է, այն հի բառի բարբառային ձևն է։ Տարածված է հատկապես արարատյան բարբառում։ Ասենք ունենք հայերենում հի բառ, հի պես, գրափարում, այսինքն շանգում է ինչ ձևով, ինչ օրեն հի բառ, հո տառը, այդ տառի խ բարբառին արտասանություն, ասենք ոնց ինչպես որ ասում ենք հաց եւ խաց։ Բա, այս երկու տառը տարբեր շեշտադրումներով տարբեր տրամադրություն կարող են արտահայտել։ Մասնագետն ասում է, բայի արմատները փնտրեք գրափարյան բալ բառի մեջ, որը մրգի հետ ոչ մի կապ չունի։ Մեր նախնիները բալ ասելով նկատի ունեին ասել խոսելը։ Հետագայում բալը կրճատվել դարձել է բա եւ տարբեր իմաստներ ձեռք բերել։ Նոր տարածքում խոսում են, ասում են բո, այսինքն ասա։ Նաև ասում են պու, նույն արմատն է։ Մեր երջանկայիչատակ Հրանտ Մատևոսյանի հետ որ զրուցում էինք, երբ որ մի բան դուրս գալիս կամ զարմացում, ասում են բո, այսինքն բան Շիրակի տարածքում Կարնո բարբառ, ասում են բե։ Здравствуй, будь боярин. Будьте здоровы. Հայերն առողջություն մաղթելու փոխարեն կենաց են խմում, բառի իմաստը շատ պարզ է։ Կենաց բառը կենալ, կեալ, ապրել բառն է։ Ո՞ւց ունենք կյանք, ո՞ց ունենք կեցե։ Կյանք բառի կենացը, կյանք նշում է կյանքի, կենացը նշում է կյանքի բառացի։ Ավելի հետաքրքիր է այն առասպելը, որը բացատրում է, թե ինչու են հայերը բաժակ-բաժակի խփելիս ասում կենացդ։ Ասում են, երբ դեռ չգիտեին, թե ինչ է ալկոհոլը եւ ինչ հետևանքներ այն կարող է թողնել, հայերն իրար ամեն դեպքում կյանք էին մաղթում։ Կենացդ։ Жить, как говорится, хорошо. А хорошо жить еще лучше.
Ալո, հելո, ահոյա, պրոնտո, էմբրոս։ Լսափողը վերցնելիս տարբեր ազգեր տարբեր կերպ են ողջունում։ Մենք լսում եմ եւ այո արտահայտությունների կողքին ասում ենք ալո։ Ռուսերենից փոխառված բառ, որն իր հերթին փոխառվել է անգլերեն hello, ողջույն բառից։ Իսկ հելոն ինքը ցակել է հին գերմաներենի, հին ֆրանսերենից, այնտեղ եղել է հոլա, հալու բառերն են եղել, որոնք որ բացականչություն են եղել, հիմնականում օգտագործել են նավաստիները։ Առաջին անգամ որպես հեռախոսային ողջույն օգտագործել է Թոմաս Էդիսոնը։ Նա հենց hello է ասել, վերցնելիս առաջի զանգը լսելիս, վստահ լինելով, որ գծի մյուս ծայրում ինչ որ մեկը իրեն լսում է եւ այդպես ողջունել է։ Okay, երկու տառ, որն աշխարհը գրավեց ավելի արագ, քան հեռախոսի գյուտը։ Okay-ն ամենատարածված միջազգային բառն է։ Բառի ծագման շուրջ, սակայն մասնագետները մինչև օրս էլ վիճում են։ Անգլերենի մասնագետ Անուշ Այունցն այդ վարկածների մասին առաջին անգամ լսել է իր դասախոսից։ Հիմա էլ ինքն է ուսանողներին պատմում։ Ըստ առաջին տեսակետի օքեյը ծագել է հնդկացիների ցեղից։ Նրանք երբ հավաքվում էին իրենց ցեղապետի հետ հարցեր քննարկելիս, երբ ցեղապետը համաձայնության էր գալիս, նա գլխով դրական նշան էր անում եւ ասում էր օքեյ։ Սա ըստ մի տեսակետի հենց այստեղից էլ ծագել է օքեյ բառը։ Կարծիք կա նաև, որ օքեյի արմատներում հունական օլակալա արտահայտությունն է։ Այդ կերպ հույն նավաստիները ծովում իրար ձայն էին տալիս, որ իրենց մոտ ամեն ինչ կարգին է։ Հետագայում այդ բացականչությունն օգտագործում էին ամերիկացի երկաթգիծ կառուցողները, որոնք օլակալայի առաջին տառերը փորագրում էին նաև երկաթգծի վրա, հաստատելով, որ ամեն բան կարգին է։ Օկլահոմայում հավատում են, որ օքեյն իրենց երկրամասի անվան կրճատ տարբերակն է, բայց ավելի զավեշտալի տարբերակ էլ կա։ Ասում են Միացյալ Նահանգների նախագահ Էնդրյու Ջեքսոնն անգլերեն all correct բառը գրում էր O եւ K տառերով եւ ադմինիստրատիվ որոշումների տակ ամեն ինչ ճիշտ է արտահայտության փոխարեն OK էր գրում։ Մի քաղաքական գործիչ Մարտին Վան Բյուրեն նա նախագահական տեխնացություն է առաջադրել եւ ցանկացել է որ ակումբ է ստեղծել, այսպիսի մի ակումբը կոչել է OK ակումբ, որովհետեւ ինքը ծնունդով եղել է Old Kinderhook-ից Նյու Յորքի եւ այսպես նորից սկզբնատառերից OK բառը մտել է այդպես որպես OK կլուբ։ Գիտնականները պարզել են օրվա ընթացքում կախված սեռից, տարիքից, մասնագիտությունից ու ազգությունից մարդը 15-ից 45 հազար բառ է արտասանում։ Պարզ է, որ այդքան բառի իմաստի ու նշանակության մասին մտածել ուղղակի հնարավոր չէ։ Սակայն մեկ-մեկ չէր խանգարի ինքներս մեզ հարցնեինք, որ լեզվով ենք խոսում եւ ինչ ենք ասում իրականում։ Ցոլնե Միքայելյան, Հայարփի Միքայելյան, Նարեկ Եղիազարյան, ժամը լրատվական։ Մեր վերջին պատմության հերոսուհին 16-ամյա Մարիամ Հովանիսյանն է, ում մատների տակ սովորական դդումները փոխակերպվում են ինչպես հեքիաթում։ Դդումից ու ձմերուկից կերտած նրա ստեղծագործությունները միջազգային համբավ են ձեռք բերում։ Մարիամի եզակի պտղաքանդակները միանգամից մի քանի մեդալի են արժանացել Դնեպրոպետրովսկում։ Պատմում է Թերեզա Կադաևչյանը։ Միրգ գնելիս Մարիամը ոչ թե համը, այլ ամրությունն է ստուգում։ Բանջարեղենն ու միրգը ուրիշ ընտանիքներում պարզապես ուտում են, բայց այս տանը դրանք նախ արվեստի գործ են դառնում։ Արվեստը կոչվում է կարվինգ։ Լրի պատահական սկսեցի զբաղվել կարվինգով։ Մի անգամ կտրել եմ, այստեղ առաջի անգամ, այդ ոնց որ մտավ իմ մեջ այդ գործը։ Առաջին անգամ փոքրիկ Սուրդանակը 1 տարի առաջ ձեռքն առավ։ Միրգը փորեց, հավանեց, հետո տոնական սեղաններ էր ձևավորում։ Այսօր արդեն կարվինգի վարպետ է։ Ըստ նրա համար է, որ ինքը չճարքի։ Մարիամը սակայն ոչ թե կարվինգ, այլ հաշվապահություն է ուսանում Արտաշատի պետական քոլեջում։ Դժվարություններից չի ընկճվում, հաղթահարում է համառ բնավորությամբ։ Շատ հետաքրքիր բաներ էր պատրաստում աշխատանքի ուսուցման ժամերի։ Ուսուցչուհին միշտ ասում էր Մարիամի մոտ ուրիշ ձևով այդ ամեն ինչը ստացվում։ 16-ամյա Մարիամը օրերս է վերադարձել Դնեպրոպետրովսկից։ 18-ից բարձր տարիքի կարվինգի վարպետների մրցաշարից 2 ոսկի եւ 1 բրոնզ է բերել։ Առաջի տեղը գրավեցի on-line հենց տեղում աշխատանք, երբ որ իրանց աչքի առաջ արեցի։ Երկրորդ մրցանակը առաջի տեղ ստացել եմ Լուչի Ուչինիկ չեմպիոնատը։ Սա բրոնզե մեդալը ստացել եմ տնային աշխատանքից։ Ոսկիները 3-ը կլինեն, եթե հանդիսատեսի համակրանքի համար էլ մրցանակ լիներ։ Բոլորը շեֆ խոհարարներ էին տարբեր ռեստորանների։ Ու հետո զարմացան իրանք, որ ես ինչ որ ռեստորան չեմ ներկայացնում, ուղղակի իմ երկիրն եմ ներկայացնում։ Մասնակցության հայտը ուղարկել էր ինտերնետով։ Աղջկագործերն այնքան էին հավանել, որ բացառություն արեցին։ Մասնակիցների տարիքային շեմը 2 տարով իջեցրին։ Չենք էլ մտածում, որ պիտի գնանք անպայման ոսկի բերենք կամ արծաթ բերենք։
Ուղղակի ասում ենք թող գնա երեխա առաջի անգամ, թող գնա, թող բացվի։ Մարիամը ժյուրիին զարմացրել է նաև ճարպկությամբ։ 3 ժամվա աշխատանքը 1.5 է ավարտել։ Պրոֆեսիոնալները հատուկ գործիքներով են աշխատել, իսկ նա 2 սուր դանակով, որոնք հայրն էր պատրաստել։ Բայց ոչ հասարակ գործիքը, ոչ էլ ընտրած անհաջող ձմերուկը չեն օգնել հմուտ մրցակիցներին։ Ձմերուկը ճաքած էր, ասեցի, որ ճաքած է, ասեցին հնարավոր չի փոխել։ Ու ստիպված հենց այդ ձմերուկի վրա էլ աշխատեցի, աշխատել վերջացնելուց հետո շատ լավ ստացվեց։ Մարիամը 2 երազանք ունի՝ մեծ մեքենա վարել եւ կարվինգի մեծ դպրոց հիմնել։ Երազանքները դեռ կսպասեն։ Մինչ այդ 16-ամյա վարպետը պատրաստվում է Կիևի մրցաշարին։ Այստեղ հրավիրում են միայն ոսկե մեդալակիրներին։ Այժմ աշխատում է եւ փողը հավաքում նոյեմբերին Ուկրաինա մեկնելու ու եւս մեկ ոսկի բերելու համար։ Թերեզա Կադաևչյան, Նորայր Շարբաթյան, ժամը լրատվական։ Կիրակնորյա ժամը լրատվականն էր, շնորհակալություն ուշադրության համար, ցտեսություն եւ ամենայն բարիք։